Այսօր իմ տաղավարում հյուրընկալել եմ սիրված երգչուհի Ինգա Արշակյանին։ Պիտի ապրես այնպես, որ պարզ երեսդ լինի։ Երգի պետական թատրոնում Ինգա եւ Անուշ Արշակյանները երգեցին Կոմիտաս։ Հենց այդ վարքյանից դրվեց նրանց երաժշտական կարիերայի ամուր կնիքը։ Գրիգորի ասաց, աղջիկներ, դուք ընդունված եք թատրոն։ Ինգան այսօր երջանիկ է, ունի գեղեցիկ ընտանիք, երկու բալիկ։ Ամուսնացել եմ բնականաբար սիրելով, բայց բավական երկար ինձ համոզեցին, որպեսզի ես հանձնվեմ։ Ինգայի կյանքի դժվարությունները չեն կոտրել նրան, նա շարունակել է ստեղծել ու ստեղծագործել ու գնալ առաջ։ Անհաջողություններս ինձ կոփել են եւ ես այնպեսին եմ, ինչպեսին կամ հիմա այսօր։ Ինգայի սրտի խորքում մեծ կարոտ է ապրում։ Եվ շատ հաճախ ես հիմա կներեք։ Կարոտի մասին խոսելիս նա չկարողացավ զսպել իր արցունքները։ Ես կարոտ առնում եմ, երբ գնում եմ ամառանոց եւ շարունակում եմ իր գործը։ Իր ապրած ամեն մի օրվա համար ում է շնորհակալ Ինգա Արշակյանը։ Մարդը ուժեղ է իր հարազատներով, իր ընկերներով, իր գաղափարներով, իր արժեհամակարգով։ Ով է Ինգա Արշակյանի անակնկալ հյուրը։ Իմ այսօրվա հյուրի գաղտնի նամակը եւս հետաքրքիր բովանդակություն ունի։ Ով է նամակի հեղինակը։ Ընկերներին ու հարազատներին նվիրված համեստ ու վստահելի անձնավորություն է։ Անչափ շնորհակալ եմ։ Ով է։ Խոստովանություն, ուրբաթ օրը, 22:30-ին